Դավիթն եմ, ապրում եմ Տավուշի մարզի Սահմանամերձ Սարիգյուղ գյուղում։ Մեր կեղի մասին այս ձրից եզմացել եմ մեր պապերիցը, մեր պապերը իրանց պապերից։ Դե սմացիկ, սրկեղցիկ եկել են Ղարաբաղից, նրանք սկզբում ապրել են Ռաշխոթան գյուղի սրկեղ հանդամասում։ Մեուրեստյանց 3 ֆորսկան կղտար իզովը կայս են հասնամ համիկ պակեղը։ Ես կեղը կաղնկուտի ծմակալ է։ Ֆորսկանին մի արու ընտենım, էտ արուն աղբյուր են սարքım, որին համի հին աղբյուր են ասım։ Խոսքս որդի մնաց, հա էտ ֆորսկանի շատ էին հովանեստեղ, հետ էին քնım, 7 քրպաթով հետ գալի։ Ասում են ես հին աղբյուր ենքան պարակալ է, որ են վաղթվա կնանիքը ամեն մինը մեջող գյուր բագյորց է, միչև անը իրանց լեցնիլու հերթիկի աճուր, լեցնիլու հերթիկի։ Կեղը մաճուրը են վաղթից էլ քիչ է, դրա համար կեղի ժողովուրդը իջելա շինարու ծորը, ընդեղ թազա թաղամասա սարքե ու անուն է դրել նորաշը։ Են որ սրկեղցիկ միշտ են աշխատասերու հայրենասերլել, դրա մասին սաղ աշխարը գիդի, են որ սրկեղցիկ ղոնաղասեր են, էտել սրկեղի նախկինում հայտնի ճաշարանում Լուի դո Ֆյունեսի կենգյա բաղադրատոմսով կարտոշկի քյաբաբ վայելածները գիդեն, բայց են, որ կեղացի քեփչել են, դրա մասին էլ ես եմ ուզում ձեզ պատմեմ։ Ամեն տարվա կյարունքին, երբ որ օրերը տքանում են, սրկեղցի տղամարդիկ, ովքեր որ մինուճար են, մեր չինար ու ծառի տակին հվակվում են, մի լավ կերուխում են կազմակերպում, երգում, պարկյալի, մին մնով, ուրխանում, հիշում մերեզ մի պյուր հայրենիքի, մեր սահմանամերձ Սարիգյուղի հիմար կյանքը զոհած հայրենակիցներին, իրանց զինակիցներին, օղորմի տալիս անցավորներին։ Հպարտանում են իրանց մին մնություգյունքին կղնած լիլով, մինիճարությունը չճաշակելու շնորհով, մտածում են մեր հայրենիքի ու մեր կեղի էկողորվա համար հույսով ու հավատով լցվում, երբ որ հայրենի եզերքին պինդ կղնած իր տունն ու շենը ծաղկեցնող, կառուցող ու զարգացնող նոր սերնդին նոր սարիգյուղացուն են տեսնում։